Եթերում CBC FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Կատարի պետության էմիր նորին մեծություն Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին եւ Կատարի եղբայրական ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ։ Շնորհավորական ուղերձում նշվում է. մենք գոհ ենք Ադրբեջան-Կատար հարաբերությունների մակարդակից, որոնք հիմնված են ընդհանուր կրոնական եւ մշակութային արժեքների, եղբայրության եւ իսլամական համերաշխության վրա։ Վստահ եմ, որ մենք կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել ամրապնդելու մեր միջպետական հարաբերությունները, որոնք կառուցված են փոխադարձ վստահության եւ աջակցության վրա, եւ լիարժեքորեն օգտագործելու ենք մեր փոխշահավետ համագործակցության ներուժը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում։ Ադրբեջանի նախագահը այս տոնական օրը Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին մաղթել է առողջություն, երջանկություն, հաջողություններ բարձր պետական գործունեության մեջ, Կատարի եղբայրական ժողովրդին մշտական խաղաղություն եւ բարգավաճում։ Բաքվում ընթանում է Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմական երկխոսության 17-րդ ժողովը։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ ժողովի շրջանակներում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար եւ գլխավոր տնօրեն Ագիլ Գուրբանովը հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի երկրորդ պետ բանակի գեներալ Լևենտ Էրգյունի գլխավորած պատվիրակության հետ։ Նա նշել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների բարձր մակարդակը բոլոր ոլորտներում, այդ թվում ռազմական, եւ ուշադրություն է հրավիրել այս համագործակցության հետագա ընդլայնման կարեւորությանը երկու կողմերի համար, նշելով, որ անցկացված հանդիպումները եւ իրականացվող համատեղ գործունեությունը այսուհետ էլ կակտիվանան, Լևենտ Էրգյունը նշել է, որ փոխադարձ փորձի փոխանակումը արդյունավետ կլինի երկու բանակների համար։ Հանդիպանը լայնածավալ քննարկումներ են անցկացվել ռազմական համագործակցության ոլորտում գործունեության մեխանիզմների վերաբերյալ։ Ռազմական երկխոսության ժողովի հերթական փուլում ենթաաշխատանքային խմբերը վերլուծել են երկկողմ ռազմական հարաբերությունների ներկայիս վիճակը եւ մտքեր փոխանակել ապագայում առաջադրանքների իրականացման հիմնական ուղղությունների շուրջ։ Զինված ուժերի կարիքները օպերատիվ եւ արդյունավետ բավարարելու համար Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններում արձիականացման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։ Արձանականացվում են արտադրական հզորությունները, բարձրացվում է թվայնացման եւ ավտոմատացման մակարդակը։ Այս մասին հայտարարել է Պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆայևը։ Պաշտպանական արդյունաբերության նախարարության աշխատակիցների մասնագիտական տոնին եւ նախարարության հիմնադրման 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման ժամանակ։ Նա նշել է, որ գործարանների արտադրական հզորությունների ավելացման արդյունքում ապահովում է պետական պաշտպանական պատվերների ժամանակին եւ բարձրորակ կատարումը, ինչպես նաեւ ընդլայնվում է արտահանման ներուժը։ Թուրք-ադրբեջանական գործարարների եւ արդյունաբերողների հասարակական միավորումը մշակել է տեքստիլ արդյունաբերության ոլորտում մի նախագիծ, որը Ղարաբաղում կստեղծի 5000-ից 10000 աշխատատեղ։ Այս մասին հայտնել է TÜİBİ վարչության նախագահ Հուսեյն Բույկ Ֆրաթը։ Նրա խոսքով ներկայումս Ադրբեջանի ազատագրված տարածքներում տեքստիլ արդյունաբերության զարգացման համար հեռանկարներ կան։ Բույկ Ֆրաթը նշել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման կարեւորությունը, ընդգծելով, որ TÜİBİ եւ Ադրբեջանի արտահանման ու ներդրումների խրախուսման գործակալությունը ձգտում են մեր երկիր ներգրավել, որքան հնարավոր է շատ ներդրողների Թուրքիայից եւ մյուս երկրներից։ Նա նաև նշել է, որ երկու եղբայրական պետությունների միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականի առաջին 3 եռամսյակներում հասել է $7 միլիարդ։ Այս ցուցանիշը ավելացնելու համար մենք ցանկանում ենք թուրքական հիմնական ընկերությունների, ներդրողների եւ հոլդինգների ուշադրությունը գրավել Ադրբեջանի վրա։ Մենք ձգտում ենք երկու եղբայրական պետությունների միջև ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան $15 միլիարդ։ Բաքվում իջերի շեհերի, Կույսի աշտարակի եւ Շիրվանշահների պալատային համալիրի հետ միասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցվելու 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում է անցկացվել։ Միջոցառումը ողջույնի խոսքով բացել է հաղորդավար Ռահիբ Ազերին։
Իր ելույթում նա նշել է, որ Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանման եւ տարածման գործում ունեցած ներդրումը հատկապես ակնհայտ է Իջերի շեհերում։ Ես կարծում եմ, որ Իջերի շեհերը չափազանց կարևոր վայր է մեզանից յուրաքանչյուրի համար։ Պատահական չէ, որ մենք հաճախ ասում ենք. Իջերի շեհերը թանգարան է բաց երկնքի տակ։ Այս խոսքերը խորը իմաստ ունեն։ Երբեմն նույնիսկ այն շենքերը, փողոցներն ու բակերը, որոնց կողքով մենք անցնում ենք ամեն օր, այնքան հարուստ պատմություն եւ հիշողություն ունեն, որ դրանք կարելի է վերագտնել, ընդգծել է հաղորդավարը։ Դուք լսեցիք CBC FM-ի լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշորոնի թերակղզում սպասվում է փոփոխական անբավարարություն, հիմնականում առանց ձեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 3-6, ցերեկը 7-11 աստիճան տաքություն։ Ադրբեջանի շրջաններում սպասվում է հիմնականում առանց ձեղումների եղանակ, քամին թույլ արևելյան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 1 աստիճան ցրտից մինչև 3 աստիճան տաքություն։ Ցերեկը 7-12 աստիճան։ Լեռներում գիշերը 7-10 աստիճան ցուրտ, ցերեկը 2-3 աստիճան տաքություն։ 102.7 FM